Պարոն Զուրաբյան, այսօրվա քննարկման առնչությամբ նաև եթե դիտարկում ենք ներքաղաքական պրոցեսների համատեքստում, ինչ սպասել իշխանություններից, արդյոք բավարար չափով աշխատանքներ տարվում են, ինչի մասին նրանք պնդում են։ Սա հենց ամենագլխավոր հարցն է, որովհետև իհարկե ինչպես առաջարկվում էր այս համաժողովում կարելի է անհատապես կամ մասնավոր կազմակերպությունների կամ հասարակական կազմակերպությունների միջոցով ինչ-որ գործունեություն ծավալել, փորձել դիմել տարբեր դատական ատյանների, տարբեր պետություններին, չգիտեմ, Եվրոպայի խորհրդին եւ այլն, բայց այդ ամենը չի կարող ունենալ արդյունավետություն, քանի դեռ այս գործին ամբողջ եռանդով լծված չէ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Սա ամենակարևոր բանն է, որովհետև գիտեք ինչ, նույն Եվրոպայի խորհուրդը շատ լրիվ այլ վերաբերմունք կունենար, եթե Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի օրինակի համար խորհրդական վերաժողովում այդ հարցը դարձներ իսկապես լուրջ քննարկման առարկա։ Ինչու չի դարձնում։ Միտում կա, պրոֆեսիոնալիզմի պակաս կա։ Դե ակնհայտ է, որ ուղղակի չի ուզում դա անել։ Մենք արդեն ցույց ենք տվել, որ բազմաթիվ հարցերում Հայաստանի կառավարությունը իրեն ավելի ներդաշնակ է զգում ադրբեջանական քարոզչության նպատակների իրագործման միջավայրում, քան թե սեփական ինչ-որ օրակարգ տալելու հարցում։ Այսինքն ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է մի կուրս, ըստ որի մենք պետք է ընդունենք ամեն բան, ինչ որ Ադրբեջանը կամ նրա նախագահ Հեյդար Ալիևը մեզանից պահանջում է, որպեսզի մենք չգիտեմ, խուսափենք ինչ որ ծանր հետևանքների, մասնավորապես պատերազմական գործողություններից։ Այս կառավարությունը սակայն ինքը իր գործողություններով ապացուցեց, որ այդ մոտեցումը բացարձակապես սխալ մոտեցում է, որովհետև ինչքան զիջումներ արվեցին, օրինակի համար Տավուշի այդ գյուղերի վերաբերյալ սահմանազատման գործընթացում կամ բանի այդ խաղաղության պայմանագրի բոլոր պահանջների ընդունումը, որը իրենց կարծիքով պետք է Ադրբեջանին դներ մի այնպիսի ճնշման տակ, որ Ադրբեջանը ստիպված կգար եւ կստորագրեր այդ խաղաղության պայմանագիրը, այս ամեն ինչը պարզվեց լրիվ հակառակ արդյունք է տալիս, ագրեսորի խաղաղեցումը չի գործում, հակառակը գրգռում է նրա ախորժակը եւ դրա լավագույն ապացույցը այն է, որ դու գնում ես համաձայնվում ես խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի ներկայացված բոլոր նախապայմանների, մյուս օրը սկսում են հրաձգումներ հայ-ադրբեջանական սահմանի վրա, էսկալացիա, լարվածություն, սպառնալիքներ եւ այլն։ Պարոն Զուրաբյան, տարածաշրջանը շարունակում է լարված մնալ, բայց Հայաստանի իշխանությունները կարծեք իդիլիայում են իրենց զգում, որովհետև հեծանիվ են վարում, կրթական ինչ-որ պրոյեկտներ են իրականացնում, որքանով է համարժեք այսօր Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը մեր շուրջը կատարվողի նկատմամբ։ Դե գիտեք, ես կարծում եմ, ես բոլորին խորհուրդ կտայի այսօրվա կառավարության նիստը նայել, որտեղ Նիկոլ Փաշինյանը ըստ էության մեծագույն խոստովանություն է անում այն մասին, որ 7 տարվա մեջ այս կառավարությունը ու անձամբ ինքը այդպես էլ մշումալ չսովորեց։ Հենց այդպես է ձևակերպում է։ Ասում է այն հանգամանքը, որ ես ելույթ եմ ունենում հիմա 7 տարի անց ու ասում եմ այս բաները, նրա վկայությունն է, որ ես այլ ոչ թե 6 տարի առաջ նրա վկայությունն է, որ մենք 7 տարի մնացինք առաջի դասարանում։ Ես անձամբ մնացի առաջի դասարանում։ Սա շատ հազվագյուտ խոստովանություն է Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց նա մեղադրեց եւ իրեն, ինքն իրեն տգիտության մեջ եւ կառավարության ամբողջ կազմը տգիտության մեջ, որովհետեւ իր խոսքերով
հենց դա է պատճառը, որ մենք չենք կարողանում գիտելիքը հասցնենք մեր ժողովրդին։ Հիմա մենակ մի բան կարող եմ ասել, այս հարցում արդեն Facebook-ում էլ մի post եմ գրել, գրառում եմ արել, այս հարցում վերջապես ձևավորվեց համազգային կոնսենսուս։ Շնորհակալություն։